Ռուսաստանի եւ Իրանի միջև խորանում է ռազմավարական համագործակցությունը։ Մինչ մենք ակտիվորեն մեր ուշադրությունը սևեռված է Ուկրաինայում ինչ է կատարվում, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերությունները, ինչը բնականաբար կարևոր է, հաճախ չենք նկատում, թե ինչ է կատարվում ուղիղ մեր քթի տակ։ Մոսկվայում հանդիպել են արտգործնախարարներն այդ երկու երկրներից, ստորագրել նոր փաստաթուղթ, որ ավելի է խորացնում արդեն իսկ հաստատված ռազմավարական գործընկերությունը։ Եվ կարող ենք հստակ արձանագրել, որ ձևավորվում է առանցք, ավելի ամուր առանցք Ռուսաստան-Իրան, որը հակադրվում է արդեն իսկ ակտիվորեն գործող եւ արդեն Հայաստանին իր մեջ ներքաշած թուրանական առանցքին։ Ինչի մասին է խոսքը։ Մենք կարծես մոռացանք, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարձակում էին գործել Իրանի միջուկային օբյեկտների վրա, եւ նույնիսկ մտավախություն ունենք, որ այդ հակամարտությունը կարող է աշխարհագրությունը մեծանալ, անմիջականորեն վերաբերել նաև Հայաստանին։ Եվ շատ հեշտ մոռացանք, բայց իսկապես կար այդ վտանգը եւ դրանից անհամբեր սպասում էին օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը։ Թեև այդ վտանգը անցավ, բայց այն չի վերացել։ Իրանն ու Ռուսաստանը խորացնում են համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։ Ռուսաստանը հանդիս է գալիս որպես գարանտ երաշխավոր, որ խաղաղ միջուկային էներգետիկա կլինի Իրանում եւ դրանով փորձում են հակազդել արևմտյան ճնշումների։ Եվ Իրանի արտգործնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ամերիկյան հարձակումների ժամանակ ցուցաբերված աջակցության համար։ Թե դա ինչ աջակցություն է եղել, մենք չգիտենք, գուցե հետախուզական, գուցե ակտիվ այլ ձևերով, բայց ակնհայտ է, որ այդ բախման ժամանակ Ռուսաստանը ոչ բացահայտորեն, բայց աջակցել է Իրանին եւ դա գուցե դեր է խաղացել, որպեսզի ամերիկյան հետագա հարձակումները կանգ առնեն։ Մենք տեղեկանում ենք նաև, որ ակտիվորեն քննարկվում է հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ձևավորման հարցը։ Իրանը Ռուսաստանին է խնդրել, որպեսզի կառուցվի ռեշտ տարահատվածը երկաթգծի եւ Իրանը որպես ազատ առևտրային գոտի ԵԱՏՄ-ի հետ ստեղծել է տնտեսական համագործակցություն, որը վերաբերում է նաև մեզ, որովհետեւ Իրանը Հայաստանի հետ ունի ուղիղ ցամաքային սահման եւ դա Իրանի ու ԵԱՏՄ-ի միակ ուղիղ ցամաքային սահմանն է։ Առևտրաշրջանառության ծավալները աճել են եւ համագործակցությունը այնքան է խորացել, որ Ռուսաստանը պատրաստվում է 25 միլիարդի Իրանի խնդրանքով նոր ատոմակայան կառուցել, իսկ երկաթգծի ամբողջական շահագործումով Ադրբեջանը կրկին կենտրոնական դեր է խաղալու այդտեղ եւ այստեղ շատ հետաքրքիր ուժերի դասավորություն է ստեղծվում։ Նրանք Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված կլինեն, որպեսզի հյուսիս-հարավ միջանցքը գործի, այլ ոչ թե թուրանական միջանցքը։ Եվ այդ առումով նրանք ակտիվորեն ցանկանում են Ադրբեջանին քաշել իրենց կողմը։ Այստեղ նրանք անուղղակիորեն նպաստում են մեր շահերին, որովհետև կարծես թե շահագրգռված չեն, որպեսզի Սյունիքով անխոչնդոտ Հայաստանի ինքնիշխանությունից դուրս միջանցք ստեղծվի։ Կովկասի համար Թրամփի ծրագիրը գործնականում նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքը, միայն անունն է փոխվել։ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպանը հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։ Իրանցի պաշտոնյան ըստ Իրնայի ասել է, որ Թեհրանը ի սկզբանե դեմ է եղել Զանգեզուրի միջանցքին, քանի որ մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն։ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հավաստիացնում են, թե Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը շահավետ է նաև նախագծի շուրջ վերապահումներ ունեցող Մոսկվայի եւ Թեհրանի համար։ Թրամփի ուղու նախագծին կոշտ են արձագանքում հատկապես Իրանի հոգևոր իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ այդ երկրի նախագահն ու արտգործնախարարը ավելի մեղմ են արտահայտվել։ Այնուհանդերձ նրանք եւս որոշ մտահոգություններ հայտնել են։ Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նաև պնդել է, թե միջանցքը կարող է հնարավորություն տալ ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում, լուրջ անվտանգային ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսի եւ Ռուսաստանի հարավի համար։ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում, թե Թրամփի ուղին միջանցք է, պնդում են, որ Սյունիքով անցնող ճանապարհը գործելու է պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Մինչ Թեհրանից մտահոգություններ են հնչում, Մոսկվայից հայտարարում են, թե առանց Ռուսաստանի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել Թրամփի ուղին։ Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինի, ռուսական հնարավոր մասնակցության համար կան բավարար հիմքեր։ Ռուսաստանցի պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում։ Մեր ընկերությունը հարավկովկասյան երկաթուղիները, որը ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը։ Ճանապարհը մեծ մասամբ կանցնի մեր սահմանապահների պատասխանատվության տարածքով։ Ազգային ժողովի փոխնախագահն այսօր պնդեց, որ Թրամփի ուղու նախագծում ռուսների հետ նրանց մասնակցության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։ Այնուամենայնիվ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հանձնվում եւ շարունակում են պնդել, որ այդ միջանցքը պետք է ստեղծվի անխոչնդոտ լինի եւ Հայաստանի ինքնիշխանությունից դուրս լինի։ Նրանք ցանկանում են Հայաստանին այնպես ճնշել,
որպեսզի վերջնականորեն փոկեն ռուս-իրանական առանցքից եւ ուղղակի կլանեն թուրանական միջանցքի մեջ։ Եվ այստեղ Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է հստակ կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է իր անվտանգությունը տեսնում։ Եվ առանց ուժերի հավասարակշռության վերականգնման, առանց իրանական եւ ռուսական գործոնի հնարավոր չի լինի Ադրբեջանի ախորժակը եւ Թուրքիայի ախորժակը զսպել։ Սա աշխարհակաղակական իրողություն է, որը դուրս է որևէ մեկի ցանկությունից, կամքից, կմահաճույքից ու ճաշակից։